Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է քաղաքացիներին ունենալ RoadPolice.am հավելվածը եւ երթևեկության կանոնների խախտումների մասին ծանոթությունները ստանալ էլեկտրոնային փոստով։ Արդյունքում նախատեսված տուգանքի չափը կզեղչվի 20%-ով։ Օրինակ 5000 դրամ տուգանքի չափը էլեկտրոնային հասցեով ստանալու դեպքում տուգանքը կկազմի 4000 դրամ։ Կամ եթե քաղաքացին ծանոթվելու օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 70%-ը վճարի, ապա տուգանքի վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված, բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի, այսինքն սահմանված տուգանքի նկատմամբ կգործի 30% զեղչ։ Այս նախագիծը նման է լուսավորքի Վահան Հովհաննիսյանի ասած այն մսավաճառի կողմից ներկայացվող ապրանքին, որին երբ որ լավ լուսաշող միս է ուզում, ինքը կտրում է այդ միսը, բայց տակից էլ մի քիչ ոսկոր է մտցնում ու տալիս է։ Այն մսավաճառի տակից ոսկոր բան հավատացնում եմ, այդ խնդիրը չունենք, էլի ոսկորը կտայինք, ոսկորն էլ գին ունի, Վարոն Մինասյան։ Բայց մենք նախատեսում ենք լուծումներ, որոնք ըստ էության վերաբերում են յուրաքանչյուրին եւ այդ թվում ձեզ։ Ըստ կարգավորումների, քաղաքացին ոստիկանի նշանակած վարչական տույժը բողոքարկելու իրավունք ունի, սակայն դրա համար պետք է մուծի վարչական տույժի 7%-ի չափով գումար, որպեսզի գնա եւ դատարանում պաշտպանի իր իրավունքը։ Եվ որպես այդ տուգանքի մատերիալ քաղաքացին կարողանա իր իրավունքը պաշտպանի, մի հատ էլ լրացուցիչ գումար պիտի մուծի, որ գնա դատարանում ապացուցի, որ ոստիկանը օրինական պահանջ չի ներկայացրել, կամ անգամ եթե ներկայացրել իր գործողություններում եղել է իրավաչափ վարքագիծ։ Սա ոչ միայն հետընթաց է, սա ոստիկանապետական համակարգի ամրագրում է։ Պատգամավոր Մինասյանը կոչ արեց հետ կանգնել այդ մոտեցումից եւ բարելավել ոստիկանության վարչարությունը եւ մինչեւ պատասխանատվության ենթարկելը քաղաքացուն հնարավորություն տալ հասկանալու, որն է իր համար ոչ իրավաչափ վարքագիծը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։